որոշել եք գալիք ընտրություններին ում եք քվեարկելու։ Ճիշտն ասած դեռ չեմ որոշել։ Փաշինյանից ավալած գործունեությունից գոհ եք։ Դե նա բավականին լավ գործունեություն։ Կնշեք մի քանի բան, որ գոհ եք։ Դե շինարարությունը լավ անում է ամեն տեղ։ Աշխատավարձերն ու թոշակները բարձրացնում են ինչքան հնարավորություն ունի, սենց ասած։ Խաղաղությունը հավերժական վիճակ չի։ Խաղաղությունը խախտելու պատճառներ միշտ էլ կարող է ճարվեն։ Մենք պետք է պատրաստ լինենք եւ խաղաղության եւ պատերազմի։ Վերջերս առողջության ապահովագրությունը ներդրվեց, տեղյակ եք դրանից որ կարծիք ունեք։ Դե իհարկե դա լավ է, հատկապես ծերերի համար, որոնք անցել են թոշակի եւ անաշխատունակների համար այդպիսի ծառայություն պետք է լինի եւ դա բոլոր նորմալ զարգացած երկրներում կան։ Միաժամանակ Նիկոլին։ Նիկոլին ենք որոշել բանանը, այստեղ Նիկոլի արձանը ուզում ենք կանգնեցնել։ Ինչ կարծիքի եք։ Իսկ ինչու եք նրան ցանկանում քվեարկել, ինչ ա արել։ Միակ ղեկավարը այսքան տարիներ որ ես ապրում եմ, 90 տարի ապրում եմ եւ տեսել եմ միակ ղեկավար Իրան։ Եվ այսպեսի հաջողությամբ երբեք ոչ մի ղեկավար չի ունեցել։ Եվ շրջապատում, եւ մեր հանրապետությունը որ երկրներն էին ճանաչում։ Հիմա բոլոր պետությունները ճանաչում են։ Իմացաք, մինչև անգամ ամերիկացի պրեզիդենտը ասում է ես Նիկոլ ընկեր ունեմ։ Բերում է նստացում է իր կողքը։ Ինչի համար սիրուն աշկեր համար։ Ոչ սիրուն աշկեր ունի, ոչ էլ որեցե կեսվածք ունի նորմալ, բայց մարդը աշխատող է, տեսնում է ժողովրդի մասին մտածումը, իմացաք, եւ օրի մեր դրությունը շատ լավանում է եւ պետք է լավանա։ Իմացաք, լավանալու է եւ ընտրությունները եթե ես չեմ պատկերացնում որ Նիկոլը պետք է տարվի։ Պետք է Նիկոլը հաղթի։ 90%-ով։ Հələ նայեք ես այգին։ Տեսեք երեխաները խաղում են։ Իսկ առաջ գիտեք ստեղ ինչ է։ Տեղակ եք։ Լավ տեղակ եք։ Իսկ ընդդիմադիր ուժերի մասին ինչ կասեք։ Անունի տվեք, անունի։ Ուրեմն Քոչարյանը պետք է գա հիմա իր իշխանության։ Թող լի իր 200 միլիոն դոլար թող բյուջե հանձնի։ Նոր հետո գա տենանք կմնաս թե չի բնա։ Իսկ Սամվել Կարապետյանի մասին ինչ կասեք։ Նույն բանը, նույն բանի կտավն են ինչ են ասում։ Սամվել Կարապետյանը միրոպե նա եկել է Խոպանի աշխատողը նա։ Իմացաք, նա պետք է անպայման մի գումար դնի, որ նա բիզնեսմենը չի կարող դառնալ երկրի ղեկավար։ Նա միայն մտածում է իր վաղվա շահույթի մասին։ Այո։ Ներկայիս խաղաղությանը հավատում եք։ Այ էնել ոնց։ Էս մի տարի է զոմարձովել է, հա։ Չի զովել, չէ։ Բայց ինչ եք ուզում։ Ուզում եք բզզեք որ պատերազմ լինի։ 4 հատ տղա թոր ունեմ։ Ամեն մեկը մի գիգանտ տղեկ են։ 4-ն իրավաբանական են ավարտել։ Ամեն մեկը մեծ պաշտոնների տեղ աշխատում է։ Ինչի են գնացել։ Գալու են արդեն։ Քոչարանից փախան ինչի պետք փախնեին։ Հոյակա բաներ են ասում, որ կարող են մեր տարիքի մարդիկ կարող են ձրի օգտվեն, իմացա բոլոր ամեն ծառայություններից։ Եվ դա ամենամեծ լավ բանն է, որ դու զգում ես, որ վատ ես զգում, գնում ես քեզ ընդառաջում են, քեզ լավացնում են, օպերացիային անում ձրի։ Իսկ որ երկրում հիմա ձրի օպերացիա չես կարող գտնես։ Իմացաք։ Իսկ օրինակ ընդդիմադիր ուժերը ասում են որ դա նախընտրական ընտրակաշարք է։ Անը բապտի ասեն, բա ինչ էր ուզում։ Ձայներ են հավաքում դրա Հա, միջոցով։ բայ ասма հիմա գիտեք ասма 10,000-ով է թոշակ ավելացին, էլի բանա։ Դու էլ ավելացրու։ Կարաս հիմա ավելացրու։ Թող ինքն էլ ավելացնի։ Հիմա 10,000 Նիկոլն ավելացել, մի 10 էլ դու ավելացրու, տենամ կարաս։ Հա։ Հետվճարից օգտվում Անպայման օգտվում եմ։ Ես էլ, կինս էլ թոշակառու են օգտվում ենք։ Շատ լավ է։ Ամսական 10,000 հետ է գալիս։ Անպայման։ 10 էլ հետա գալի, 10 ավելանում է, 10 էլ հետա գալի, եղավ քեզ 20,000։
Կարծում եմ մետրոյում տեղի ունեցածը տեսել եք վարչապետի եւ Ղարաբաղցի կնոջ։ Եկել ես, քեզի գրկաբաց տե ընդունում են, ասում են իմ քույրեր, եղբայրները եկան եւ ինքը տեղա տալիս յուրաքանչյուր մարդ, հիմա յուրաքանչյուր մարդ չի կարող մեկին վեսնի, ասի գիտեք ինչ կա, ես կարող եմ ձեզ պահեմ մի քանի օր կարա պահի, բայց ընդհանրապես չի կարող որ ես մեկը մյուսին պահի։ Իսկ մեր երկրի ղեկավարը գրկաբաց ընդունեց 100,000-ի ժողովրդին, Ղարաբաղցիներին եւ բոլորին տեղավորեց։ Որից լավից, վատից տեղավորել է հիմա, ինչքան կարողացել է տեղավորել։ Մի երկրում էսի բան չկա, որ փաստականին Այստեղ պատկերացնում եք, հիմա էլ տեղավորում է, շենքերա պատրաստ է, տներա պատրաստ է, բերում է բալային տաս ասում է, առ քեզ գնա այս քո սենյակնա, քո կվարտիրանա, գնա ապրի։ Իմացար, Թայլանդեղ փողա տալիս ասում է, եթե ուզում ես տուն սարքես, առ քեզ վարկ, գնա պատրաստի։ Այսքանը իմ հաշվին, այսքանը քո հաշվին։ Ես մարզիչ էի աշխատում։ Ես ստանում էի 100,000 ամսական ռոճիկ։ Գնում էի Ղարաբաղ, ընդ էի մարզիչը ասում է, ես 300,000 եմ ստանում։ Ինչի համար։ Ինչ խոսք ունենք, չունենք հայազգին փրկող Նիկոլ Փաշինյան, դրանցենկում չկա, չունենք էլ։ Միակն է եվրոպական մակարդակի, բարձր մակարդակի, ամեն ինչով զարգացած, առաջավոր, հայակետ, լավ աստվածաշունչ գիտի, լավ հեռատեսություն գիտի, հեռատեսություն ունի, միջազգային արենայում դիրք ունի։ Մինչև հիմա ինչ ենք տեսել մենք։ Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, Քորլևոն ծախ քանդել են, ծախվել են մանկապարտեզներ կառուցում է, դպրոցներ կառուցում է, ինստիտուտներ, ինստիտուցիոնալ պետություն ենք դառնում, ինստիտուցիոնալ երկիր ենք դառնում, միջազգային մակարդակի հայ ժողովուրդը, տաղանդավոր ժողովուրդ, աշխատասեր ժողովուրդ, ստեղծագործ ժողովուրդ, աշխարհը ճանաչում է հային, նա ներկայացրեց, որ հայը եղել է, աշխատում է, ստեղծագործում է եւ կլինել առաջավոր։ Թոշակների բարձրացումից ինչ կասեք։ Ընդդիմադիր ուժերը ասում են, որ դա նախընտրական ընտրակաշարք է։ Նրանք մի բան պետք է ցույց տան իբր ընդդիմադիր են։ Դա գլավուզ է, հաճոց է դա։ Դա հաճոց է, դրանք մեր թշնամին են, իմ թշնամին են դա։ Հաճում են, իբր բան ասեին, բան արեցին։ Դե թող հաճան ոչինչ։ Խաղաղությանը հավատում եք։ Բա ոնց։ Խաղաղության ստորագրմանը Թրամփն է կայնած, դա կլինի, չլինել չկա։ Ընտրություններին մասնակցելու եք։ Անշուշտ պիտի մասնակցեմ, քանի քաղաքացի եմ։ Իսկ ում եք քվեարկելու։ Որոշում գարնենք նայենք, որ մեկը հայրենիքին համար լավ է, ադոր պիտի ընտրենք։ Ըստ ձեր պատկերացմամբ ով է լավ։ Ինքը Փաշինյանը վատ չէ, լավ է։ Դասել չէ, որ ամեն ինչ որ գնեգոր շիդագ է, բայց վատը չէ։ Նիկոլին։ Կնշեք մի քանի պատճառ, ինչու եւ ինչ գործունեություն է ծավալել, որ հատկապես գոհ եք։ Դե համեմատած նշորերից գոհ եմ, բայց համեմատած Քոչարյանի հետ կապայսի պիտի լինի կամենի, չէ։ Ավելի լավ է Նիկոլը։ Իսկ հավատում եք խաղաղության այդ գործընթացին։ Հա, արել է։ Շատ շնորհակալ ենք։ Լավ բաներ արել է։ Ըստ որ ելնեք բաները այդ բնակ ինչ շնորհություն այդում ամրոցները։ Լավ ուժեղ շնորհություն այդում դիրքերը սարքում են։ Ես ընդհանրից եմ գալու։ Ոչմ լավ է։ Համեմատելու չի։ Ոչմ ավելի լավ է։ Դե ուրիշ մարդ չկա, կամ Նիկոլն է կամենի, ավելի լավ է Նիկոլը։ Դե Սամվել Կարապետյանն ինձ թվում է, որ զորով ուղարկել են։ Սամվել Կարապետյանին պետք էր որ գարստե քաղաքականությամբ զբաղվել, դե զորով են ուղարկել։ Իսկ ինչու Քոչարյանը չեք ուզի դառնա վարչապետ։ Քոչարյանն աստված զզվում են։ Մի քանի Ինքենք կնշեք, դե որ արել է։ Դե որ ասեմ, այնքան արել որ ասեմ։ Հոկտեմբերի 27-ից սկսած մարտի 1-ով այդ բաները որ սաղ տվեց ռուսներին երկաթգից էս որ ախր որն ասես չէ շատ բան կասելու ամեն ինքը հայասեր չի